Վարչապետ ժամանակազորքերի կողմից պահպանող տեղամասերում։ Վարչապետի նախաձեռնությամբ այց դեպի Տավուշի մարզիկ իրենց բնակավայր, Պաշտպանության նախարարի հետ հանդիպում, այց Պաշտպանության նախարարության կանանց գումարտակ։ Կառավարությանը կից գործող հանրային խորհրդի ակտիվ մասնակցությունն է Հայաստանի պաշտպանական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին։ Խորհրդի անդամները հետևում են կատարվող բարեփոխումներին, մասնակցում քննարկումներին։ Հանրային խորհուրդը իմ կարծիքով իր առաքելություններից մեկն է, որ լինի կամուրջ, այն պրոֆեսիոնալ հանրության մասի համագործակցությունը, որոնք այս կամ այն պատճառներով ի վիճակի չեն ուժային կառույցներում աշխատելու, բայց ունեն գիտելիք ու հնարավորություն աջակցելու կառույցների կայացմանը։ Իմ կարծիքով դա հանրային խորհրդի ամենակարևոր առաքելությունն է։ Երկրորդը դա ուժային կառույցները, օրինակ ՊՆ-ն փակ կառույց է, ՊՆ-ն գրեթե չի հայտարարում իր գործունեության մասին, չնայած վերջին տարիներին շատ ահռելի, շատ հսկայական աշխատանք է տարվում այնտեղ, ու հանրային խորհուրդը ոնց որ sense մի հատ աղբյուր է, որ հանրությանը ինչ որ չափով կարող է ծանոթացնել կատարվող աշխատանքին, նաև adekvat քննադատության նաև օղակ կարա հանդիսանա։ Իսկ կատարվող աշխատանքները զարմացնում են նաև հանրային խորհրդի անդամներին, փաստում է Ղազարյանը։ Նրա խոսքով այն ամենը, ինչ պետք է մեկնարկած լիներ դեռ 30 տարի առաջ, արվում է հիմա սեղմ ժամկետներում։ Աշխատանքը շատ մեծ է ու իհարկե գնումների մասին շատ են խոսել, շատ են ասել, որ գնումները աննախադեպ են, բայց ըստ իս հիմնական աշխատանքը կրթական, համակարգային ու կառավարական է, որը շատ ավելի դժվար է, որովհետև եթե տեխնիկան կարելի է առնել, մնացածը դու պետք է զրոյից ստեղծես, սարքես, միջազգային փորձ ուսումնասիրես, ու այո, աշխատանքը շատ մեծ է ու շատ դժվար է։ Ղազարյանը տպավորված է հատկապես Կիրանց այցից։ Հանրային խորհրդի անդամները նախ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատված հատվածում, տեսել իրականացված աշխատանքները, եղել Կիրանցի նորակառույց դպրոցում, ծանոթացել Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Վարչապետը ինքն էր այդ էքսկուրսիան անցկացնում ու մանրամասը ներկայացնում, ինչը ես շատ զարմացած էի, որովհետեւ այսինքն վարչապետը երբ որ քեզ ինչ որ կառույց մանրակրկիտ պրոֆեսիոնալ տերմինոլոգիայով կամ ինչ որ տեխնիկա պրոֆեսիոնալ տերմինոլոգիայով ներկայացնում է, ու դա իրոք զարմացրեց ինձ։ Այդ էր տպավորիչ, որ երկրի առաջի դեմքը այդ աստիճան ներգրավված է այդ process-ների մեջ։ Եվ այստեղ, եւ Սյունիքի մարզի 73 կիլոմետրանոց հատվածում այն պահից, երբ որ սահմանապահներն են կանգնել, որևէ մի հատիկ հրադադարի ռեժիմ, նույնիսկ չսահմանազատված հատվածներում, որտեղ սահմանապահներն են ծառայություն իրականացնում։ Պետությունը չի խնայում ոչ գումար, ոչ էլ ռեսուրս տարվող աշխատանքներում, կարևորում է հանրային խորհրդի անդամը։ Թերի ոչինչ չկա, արվում է անհրաժեշտ ամեն ինչ։ Պաշտպանության նախարարության կանանց գումարտակ այցելության ընթացքում էլ հանրային խորհրդի անդամները ծանոթացել են կացարանային եւ կենցաղային պայմաններին։ Իրանք ոնց որ ձգտում են ավելի իրանց պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձրացնել, ներգրավել լիարժեք, այսինքն չլինեն ցուցադրական գումարտակ, այլ լիարժեք ներգրավեն երկրի պաշտպանության գործին։ Իհարկե պետք է այդ ինստիտուտը կայանա։ Ծառայող կանանց ոնց որ դերը ավելի է մեծացնում ու որովհետև իրանք հասկանալով ինչ պիտի հաղթահարեն, գնացել են, նույնիսկ իրանք խնդիրներ ունեին ընտանիքի հետ եւ այլն, բավական համարձակ աղջիկներ էին ու ես շատ տպավորված եմ ու մենք որոշել ենք համագործակցենք այդ գումարտակի հետ պաշտպանության նախարարության թույլտվությամբ։ Հանրային խորհրդի կայացման փուլում նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները արդյունավետ ու օգտակար են, ասում է խորհրդի ներկայացուցիչը։ Համագործակցությունը կշարունակվի նաև ուժային այլ կառույցների հետ։ Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։